Սամվել Կարապետյանը միանշանակ լինելու է ազատության մեջ, միանշանակ, մի վարկյան չկասկածել, որտեղ արդարությունը հաղթելու է, դրան երկրորդ տարբերակ չկա։ Այսպես են արձագանքում գործարար Տաշիր ընկերությունների ղեկավար Սամվել Կարապետյանի պաշտպաններն ու աջակիցները վերջինիս ազատության մեջ լինելուն կասկածով վերաբերվողներին։ Վերջերս որոշ լրատվամիջոցներ գրում էին, թե քննչական կոմիտեն կամ դատարանը չեն արգելել, որ Ուժեղ Հայաստան կուսակցության համագումարին տնային կալանքում գտնվող Կարապետյանը հանդես գա տեսաուղերձով։ Նման պնդում ըստ Կարապետյանի պաշտպաններից Արամ Վարդևանյանի արել էր նաև կառավարության ղեկավարը, որին ի պատասխան փաստաբանը սոցցանցերում տեսանյութ է հրապարակել, հայտարարելով, որ հարցումներ է ուղարկել քննչական կոմիտե եւ գլխավոր դատախազություն պարզելու Սամվել Կարապետյանը կարող է տեսաուղերձով հանդես գալ, թե ոչ։ Այս կարճ ժամանակահատվածում իմ կողմից գրություններ հասցեագրվել են քննչական մարմնին պարզելու, ի վերջո տեսաուղերձ տարածելը խնդիր է, թե ոչ։ Երկու պատասխան եմ ստացել, երկուսն էլ մերժելու մասին է։ Դատախազությանը հարցում եմ ներկայացրել, մինչ օրս պատասխան չեմ ստացել։ Իսկ պրոբացիայի ծառայությանը, հենց նույն այդ պրոբացիայի ծառայությանը ներկայացված հարցմանն ի պատասխան շատ հետաքրքիր դիրքորոշում եմ ստացել, որ նշված հարցի վերաբերյալ պետք է դիմեմ կամ դատարանին, կամ վարույթ իրականացնող մարմնին։ Ուժեղ Հայաստան կուսակցության խորհրդի անդամ Նարեկ Կարապետյանի խոսքով իշխանության հաշվարկն այն էր, որ կալանավորելով Սամվել Կարապետյանին կկարողանան ինչ-որ բանի հասնել, բայց նրա բառերով մեկ բան հաշվի չէին առել՝ Կարապետյանի որպես մարդու եւ առաջնորդի բնավորությունը։ Ամեն անգամ ով իր հետ շփվում էր այդ ընթացքում, ավելի մեծ ուժով դուրս էր գալ իր մոտից, որտեղ նա գիտեր, որ ճիշտ ճանապարհի վրա ենք, որտեղ գիտեր, որ կանգնեցնել է պետք է ամեն ինչը։ Միջազգային փաստաբան Ռոբերտ Ամստերդամն էլ գրել է, որ վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանի օրեր առաջ կայացրած որոշումը մերժել Սամվել Կարապետյանի փաստաբանական թիմի բողոքը եւ անփոփոխ թողնել տնային կալանքը եւս մեկ անգամ հաստատում է այս գործընթացի բացառապես քաղաքական բնույթը։ Արդեն 260 օրից ավելի շարունակվող այս ազատազրկումը չունի որևէ իրավական հիմնավորում։ Այն դատական համակարգի միջոցով իրականացվող հետապնդում է, մայր աթոռը պաշտպանող հանրային խոսքի համար։ Մերժելով վերացնել այս աբսուրդային սահմանափակումները, դատարանը հերթական հարվածն է հասցնում իրավունքի գերակայությանը։ Պաշտպանները վստահեցնում են, որ շարունակելու են հետևողականորեն ներկայացնել անօրինականությունների փաստերը միջազգային հանրությանը, մինչև չդադարեցվի Սամվել Կարապետյանի եւ մյուս քաղբանտարկյալների նկատմամբ կիրառվող հալածանքը եւ չվերականգնվի արդարությունը։